Ամփոփելով, այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 9-րդ օրն է եւ Նարեկ Սամսոնյանը հացադուլի հետևանքով օրեցօր յուծվում է, դա բնական գործընթաց է, մենք չենք կարող պայքարել բնության դեմ։ Մենք կարող ենք ուժեղ լինել հոգեբանորեն, վճռականությամբ, բայց մենք բնության դեմ պայքարել չենք կարող։ Բնությունն իր գործը անում է։ Մենք ունենք հացադուլի հանգամանքով պայմանավորված օրեցօր հյուծվող օրգանիզմ, ունենք առողջական վիրահատական միջամտության հրատապ անհրաժեշտություն եւ մեր համար եւ Նարեկ Սամսոնյանի համար եւ մեր թիմի համար եւ փաստաբանական կազմի համար ամեն օրը մեզ համար մեկ օր չէ, ամեն օրը մեզ համար 5 օր, 10 օր եւ կյանքի եւ առողջությանը սպառնացող վտանգի համատեքստում։ Հարցը հրատապ է։ Այն բոլոր հարցերը, որ մենք այսօր քննարկեցինք այստեղ, նաեւ ես իմ լրագրող գործընկերներին եմ կոչ անում նույն մարդու իրավունքների պաշտպանին։ Կարող եք դուք հարցադրումներ անել։ Արդյոք տեղյակ եք Նարեկ Սամսոնյանը ինչ հոդվածով է կալանավորված։ Արդյոք տեղյակ եք նրան ինչ բառ է վերագրվում։ Ինչու չեք իրականացնում ձեր գործառույթները եւ այսպես շարունակ։ Մենք որպես պաշտպաններ ասացինք, որ դա իր գործառույթների շրջանակներում է ինքը պետք է նախաձեռնի, բայց լրագրողները կարող են այդ հարցադրումները անել եւ ստանալ պատասխաններ։ Մենք մեր մասով ասենք, որ աշխատանքը շարունակելու ենք բոլոր ֆրոնտներում, ակցիաների տեսքով, հարցը հրատապությունը բոլոր շահագրգիռ կողմերին տեղ հասցնելու տեսքով, միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու տեսքով եւ ակնկալում ենք հանրային արձագանք, որ մեր արդարացի պահանջը այն է Նարեկ Սամսոնյանին հնարավորինս արագ տեղափոխել բուժ հաստատություն եւ հետագա արդեն իրավական գործընթացների մասին դատարան դիմել եւ մնացած գործընթացների մասին մենք լրացուցիչ տեղյակ կպահենք, բայց մեզ համար այս պահին առաջնահերթ է, որպեսզի Նարեկ Սամսոնյանը հրատապ կարգով տեղափոխվի բուժ հաստատություն, որպեսզի իր առողջությանը օր առաջ, որպեսզի իր առողջությանը վտանգ հնարավորինս քիչ սպառնա, որտեղ սպառնում է ամեն օրը սպառնալիք է առողջության համար։ Կյանքին վտանգ սպառնալու հանգամանքին չհասցնենք իրավիճակը։ Եվ հետագա իրավական գործընթացների մասին, որոնք հրատապ կարգով մենք նախաձեռնելու ենք, դրանց մասին եւս տեղյակ կպահենք։ Հասկացա, որ ինչ-որ պայման կա, որտեղ արդեն դադարեցնի հացադուլը, Չէ, այդպիսի պայման պաշտոնապես գոյություն չունի։ Չէ, պաշտոնապես նման պայման մեզ այնպես չի որ մեզ առաջադրել են նման պայման, բայց ես նշեցի, որ բժշկի հետ մենք մանրամասն քննարկել ենք բոլոր հանգամանքները եւ ես ինձ իրավունք չեմ վերապահի, նորից ասեմ, որտեվ այդ մարդկանցից ես սրտացավություն եւ պրոֆեսիոնալիզմ եմ մինչեւ այսօր ամենայն դեպս տեսել եւ ես ինձ իրավունք չեմ վերապահի ինչ որ բան վերագրել, որը որ գոյություն չունի։ Շար անել մեր ոճը չի, մենք երբեք դա չենք անի։ Այո, մենք քննարկել ենք այն հանգամանքը, որ լավ կլիներ, որ նա հացադուլը դադարեցներ, մի քանի օր կազդուրվեր եւ տեղափոխվեր հիվանդանոց։ Այո, նման զրույց եղել է, բայց ես ասեմ, որ դա ներկայացվել է որպես պայման, ես չեմ կարող։ Դա ներկայացվեց բժշկական տրամաբանության շրջանակներում, բայց ես էլ ասում եմ, լավ, էլի պետք է ես կոնսուլտացիաներ անեմ բժիշկների հետ եւ այդպես ավելի լայն համատեքստում արդյոք ավելի այդ կազդուրվելու շրջանը ավելի արագ չի անցնի հենց բուժ հաստատությունում։ Իմ կարծիքով այդպես է, բայց մենք նաեւ շարունակենք իրենց հետ խոսենք եւ կարծում եմ, որ նաեւ հանրային ուշադրության շնորհիվ այս գործընթացը կարող է արագանալ եւ նաեւ մեր ակնկալիքը սա է։ Սա անձնական խնդիր չէ, սա վերաբերում է քաղաքական պատճառներով, բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված անձ, որը դիմել է իր իրավունքների պաշտպանության ծայրահեղ միջոցի հացադուլ։ Անժամկետ հացադուլ քաղաքական բանտարկյալները մեր երկրում շատ երկար ժամանակ է չի եղել։ Վերջի տարիներին ես նման բան չեմ հիշում։ 1-2, այսինքն ժամկետով հացադուլներ հիշում եմ շատ հարգելի մարդկանց կողմից, բայց անժամկետ հացադուլ անկեղծ ասած չեմ հիշում։ Վերջի տարիներին ամենայն դեպս չեմ հիշում։ Սա կարևոր է։ Դեռ 1200 հոգանոց ավել արմավիր քրեակատարողական հիմնարկում անգամ ենթադրյալ հանցագործություն գործած կալանավորների եւ դատապարտյալների շարքում որևէ մեկը հացադուլ չի իրականացրել։ Այս պահի դրությամբ։ Այս պահին այնտեղ չկա այլ։ Մեծ հաստատությունում մեկ հոգի կա հացադուլ իրականացրած, դա քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն է։ Ոչ թե իրականացրած, այլ բան չանենք էլի։ Այս պահին, որտեղ այնտեղ այս պահի մասին է խոսքը։ Իրականացնող, ընթացքում է։